Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօր զրուցելու եմ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։ Պարոն Քոչարյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Բարեմբեց։ Պարոն Քոչարյան, իշխանությունների օրակարգում ոչինչ չի փոխվում, երևի թե միայն միակ նորությունը վարչաբենդի դիսկոտեկներ կամ համերգներ, որին հավաքվել էին բավականին հետաքրքիր մարդիկ, հատկապես լրատվամիջոցները նշում էին, որ հավաքվել են շրջիկ պատարակների մասնակիցները, ՔՊ-ականներն ու վարչապետի աշխատակազմից են եղել նաև մարդիկ։ Այս երաշտական նախասիրությունը, որ ցուցադրում է Նիկոլ Փաշինյանը, քաղաքական տեխնոլոգիա է, թե հերթական հոբին է։ Չէ, կարծում եմ տեխնոլոգիա է, որը նրանք սկսել են օգտագործել այն բանից հետո եւ ոչ միայն դա, այլ TikTok մտնել, սրտիկներ եւ այլն, այդ ամեն ինչը ուղղված է երիտասարդությանը։ Կարծում եմ հարցումները իրենց մոտ ցույց են տվել, որ երիտասարդությունը իրենց էլեկտորատի ամենաթույլ հատվածն է եւ սկսել են դրանից հետո աշխատել երիտասարդության վրա։ Իսկ արդյունավետ կլինի այս ձևաչափով երիտասարդներին գրավելը։ Չեմ կարող ասել, չեմ բացառում, որ ինչ որ հատված միգուցե եւ արդյունավետ լինի, բայց ընդհանուր առմամբ հաշվի առնելով երիտասարդության ընդհանուր մոտեցումը քաղաքական process-ներին, այս իշխանությանը մասնավորապես, նրանց վերաբերմունքը ոչ թե լավ կամ վատ է, այլ նրանց վերաբերմունքը ավելի շատ հիշեցնում է ինձ հենց երիտասարդական մոտեցում, այսինքն ձեռք են առնում, մեմեր են ստեղծում եւ այլն, այս առումով դժվար թե կարողանան մեծ արդյունքների հետ։ Չեմ բացառում, էլի եմ կրկնում, որ ինչ որ հատված այո կարող է գրավել ինչ որ հատվածի, բայց այդ հատվածը մեծ չի լինելու։ Անդրադառնանք նաև եկեղեցու դեմ շարունակվող հալածանքներին, եպիսկոպոսների էին կանչել քննչական կոմիտե եւ փաստացի նրանց արգելել են երկրից դուրս գալ, վեհափառի դեմ հերթական քրեական գործ, իբրև թե դատարանի որոշում, ընդ որում հակասահմանադրական որոշումը չկատարելու մեջ են մեղադրում վեհափառին եւ հոգեվոր խորհրդի անդամներին։ Սա եպիսկոպոսած ժողովը Ավստրիայում խաթարելու համար էր եւ ինչու եք բացատրում Փաշինյանի այս վախը եպիսկոպոսած ժողովից, ինչու չեն ուզում, որ այն ի վերջո կայանա։ Ես կարծում եմ, որ այո, դա միանշանակ է, որ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսած ժողովի հետ կապված է ամեն ինչը։ Ինչ վերաբերվում է ինչու են վախենում, ես կարծում եմ ոչ թե վախենում է կոնկրետ այս կամ այն եպիսկոպոսից կամ ընդհանուր առմամբ վեհափառից, այլ վախենում է, որ ինչ որ հարցում ինքը պարտվի եւ դա դառնա նախադեպ։ Ինչ որ հարցում։ Տվյալ դեպքում, քանի որ ինքը սկսել է այդ պայքարը եկեղեցու դեմ, ինչ որ հարցը տվյալ դեպքում եկեղեցու դեմ պայքարն է։ Երբեք այսքան դիմադրություն չէր ունեցել Նիկոլ Փաշինյանի, սկսած որևէ ինչ որ գործ, պայքար, չգիտեմ, ինչ որ բան, որևէ դաշտում այսքան ընդդիմություն չէր տեսել։ Այսքան պայքար չէր տեսել։ Պայքար, որը կարծեք թե կարողանում է հաղթել, իր այս նախաձեռնություններին, որովհետև հասկանալի է, չէ, որ փորձվեց, ինքը հայտարարեց, որ ինքը գնալու է մայրաթոռ, հետո ինքը չգնաց, ուղարկեց, արդեն դրանից հետո եղավ այդ 10 եպիսկոպոսների այդ հանդիպումը, եթե 10 եպիսկոպոսները գնացին, բայց ինքը չի գնացել, այդպես էլ հետո իհարկե բացի այդ եպիսկոպոսներին քննչական կանչել, բոլորս տեսանք, որ բանակում կարծեք թե գնդերեցների ծառայությունը միակողմանի կերպով, այո, Պապիկյանը լուծարվեց այդ գնդերեցների ծառայությունը, այսինքն այդ ամեն ինչը իրենք ուղղված է, որպեսզի հնարավորինս շատ հոգևորական ծառայողներ պոկել վեհափառից, տանել իրենց դաշտ։ Չի ստացվում։
Հա, 10 հոգին ստացվել է, մի երկու քահանա ստացվել է, բայց ընդհանուր առմամբ չի ստացվում։ Եվ վախը նորից եմ կրկնում, ոչ թե ինչ որ անհատից է կամ ինչ որ բանից, այլ վախը նրանից է, որ այն հասարակությունը եւ հատկապես իր էլեկտորատը, որը վստահ է, որ ինքը ամենակարող է, կարող է տեսնել նախադեպ, որ ինչ որտեղ ինքը չկարողացավ։ Այսինքն եկեղեցին միակ կառույցն էր, որը կարողացավ հակազդել Փաշինյանի Այս պահի դրությամբ այո։ Իսկ եպիսկոպոսած ժողովը հակաեկեղեցական արշավի վրա մեծ խաչ էր դնելու, պարոն Քոչարյան, այն իմաստով, որ բացահայտ էր դառնալով, որ եպիսկոպոսած դասի մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը ի վերջո աջակցում է վեհապարին։ Դա երևում է։ Լինի եպիսկոպոսատ ժողով, չլինի եպիսկոպոսատ ժողով, արդեն քանի ամիս է այս process-ը տևում է, այսքան ամսվա մեջ նորից եմ կրկնում, կարողացել է, հա, մի 10 եպիսկոպոս եւ մի 2 քահանա կամ 5 քահանա իր կողմը բանանել, այնել օրինակ ասում են, որ նույն անգամ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարակի ժամանակ ներկա է եղել Կճոյանը եւ նրա ներկայությամբ տրվել է վեհապարի անունը պատարակի ժամանակ։ Ասում են սովորաբար տրվում է, ուղղակի միայն ոչ միայն այդտեղ, հա, միայն Փաշինյանի, այդ նշանակում է անգամ այդ 10 եպիսկոպոսներն ու այն մի քանի քահանաները, որը առերևույթ կարծեք թե անցել են իշխանությունների կողմը, դեռ մեծ հարց է, հա, ինչքանն են նրանք անցել, ինչքանով են անցել, ինչի են պատրաստ։ Պարոն Քոչարյան, Նիկոլ Փաշինյանի այս մտայնությունը եկեղեցու դեմ պայքարում, որ նաև նշեցիք իր ընտրազանգվածի մոտ կարող է դա որոշակի հիասթափություն առաջացնել, որ կա մի կառույց, որը կարող է հակազդել իրենց պատկերացմամբ ամբարտելի Փաշինյանին, կարող է մտավախություններ իր մոտ առաջացնում, որ սա կարող է ազդել նաև ընտրությունների արդյունքների վրա։ Չգիտեմ, չեմ կարող ասել, որովհետև սովորական պայմաններում ցանկացած հասարակության մեջ անպայման կազդեր։ Ոչ թե կազդեր այն, որ ինքը հաղթում է, թե պարտվում է, այլ հենց ինքը process-ը, երբ դու անում ես, հա, հայ-առաքելական եկեղեցու կամ չգիտեմ, պատկերացրեք կաթոլիկ երկրներում կաթոլիկ եկեղեցու կամ բողոքական, այնտեղ որտեղ բողոքական եկեղեցի է, բողոքական եկեղեցու դեմ նման քայլեր անեն։ Այն էլ քաղաքական գործիչներ կամ իշխանությունը։ Բնականաբար դա բացասական կազդի ցանկացած քաղաքական ուժի վրա։ Բնականաբար մի վարքյան չեմ կասկածում։ Բայց մենք բացառիկ ենք նաև այդ։ Բացառիկ չենք, դրա համար էլ նաև չի հաջողում։ Այլ հարց է, որ միգուցե բարձրաձայնում են ոչ շատերը։ Բայց ամենայն դեպս այստեղ կա մի քանի, հա, հատված, ով ինչու համար չի գնում Նիկոլ Փաշինյանի հետևից։ Այդ թվում նաև միգուցե շատերը հենց իր էլեկտորատից այս հարցում գիտեք այնուամենայնիվ երևի թե դա իմ կարծիքն է, այնուամենայնիվ երևի թե Աստծուց վախը ամենամեծն է, որովհետև այդպիսի հայտնի խոսք կա, որ անգամ անհավատները կամ աթեիստները երբ ինքնաթիռը առաջին անգամ ընկնում է տուրբուլենտության այդ բանը, նրանք Աստծուն են հիշում են Աստծուն ու դառնում են հավատացյալ, գոնե այդքան ժամանակ, ել չեմ ասում հավատացյալ մարդիկ, այնուամենայնիվ այդ վախը կա, Աստծո դատաստանի վախը կա։ Անդրադառնանք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին, իր հետևում Արարատն էր եւ Խորվիրապը։ Ինչ է կարծում, այս ուղերձը հայ ընտրողին կհասնի։ Չեմ կարող ասել ինչքանով կհասնի, երևի թե դա էլ արդեն երկրորդ նախագահի քաղտեխնոլոգներն են։ Բայց կարևոր քայլ էր, այո, շեշտելու համար առաջնահերթությունները։ Դե գիտեք, հիմա տեսեք, տարբեր քաղաքական ուժեր, որոնք հայտ են ներկայացնում մասնակցելու, այդ առումով բացի իշխանություններից գրեթե բոլորը չեն հրաժարվում դրանից, ընդհակառակ ցցում են բոլորը, ոչ միայն երկրորդ նախագահը, դե Սամվել Կարապետյանի պատմությունը հենց դրանից էլ սկսվել է, եւ Թաթոյան Արմանն է դա ասում, անգամ, հա, Արամ Զավենիչը գնաց համբուրեց կաթողիկոսի աչը։ Ճիշտ է, հետո տարբեր բացատրություններ։ Այդ այլ խնդիր է, բայց ուզում եմ ասեմ,
անգամ այն ուժերը, որոնք կարծես թե հա այս իշխանությունների կողմնակից են տարբեր ձևով կարանք ասենք պրոքսի են եւ այլն, բայց այնուամենայնիվ անգամ այդ ուժեր ես վստահ եմ որ քաղաքապայմանագրում շատ-շատերն էլ եթե նկատում եք այնպես չի որ այդ ակտիվ են շատ քաղաքապայմանագրի այո ԿՊ-ն Նիկոլ Փաշինյանին չաջակցեց եկեղեցու դեմ պայքարում թիվը մարդկանց հա պարզ է որ ինչ որ մի հատված գնում է բայց մարդիկ կան, որ կարող է 1-2 անգամ երևացել են, հետո աշխատել են Երևան, մարդկան ընդհանրապես չի երևացել։ Հա, ես խոսքը ակտիվ իրենց այն դերակատարների մասին է ԿՊ-ի։ Հələ ես չեմ ասում պարզապես շարքային, հա, ԿՊ-ականների մասին։ Պարոն Քոչարյան, կուզենայի անդրադառնալ նաև սուպերվարչապետության մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը։ Նա փաստացի առաջարկում է մի մոդել, որը մեզ կփրկի հետագայում Նիկոլ Փաշինյան 2 սցենարին առնչվելուց։ Տեսեք, ես ընդհանրապես դա գիտեն երևի թե քաղաքական դաշտի բոլոր դերակատարները, քանի որ ես շփվում եմ գրեթե բոլորի հետ, որ ես ինքս միշտ դեմ եմ եղել Հայաստանում պարլամենտական մոդելին։ Տարբեր հա պատճառներ կարող եմ բերեմ, ինչու կարող եմ ասել մի քանիսը նախ Հայաստանում, եթե մենք գնանք զուտ քաղաքական եւ քաղաքագիտական առումով Հայաստանում կայացած չեն դեռ կուսակցությունները, ամենակարևորը սա է։ Հայաստանում չկա քաղաքական գործընկերության կոալիցիաների այն մշակույթը, որը մենք տեսնում ենք կայացած քաղաքական համակարգերի պարագայում։ Հայաստանում եղել են կոալիցիաներ, կան կլինեն էլի, բայց այդ կոալիցիաները այն մշակույթը չեն, հա, ոչ թե գաղափարական կամ ինչ-որ բանի շուրջ են, որը կարող են այո գաղափարների շուրջ էլ հենց միանգամից, օրինակ, ընտրություններից հետո արդեն կայացած կոալիցիաները փլուզվել, այստեղ ավելի շատ անձերի վրա է հիմնված։ Հետևաբար նախագահի ընտրությունը որպես անձի ընտրություն, բնական է ավելի դոմինանտ է միշտ եղել Հայաստանում եւ պատահական չէ, որ Հայաստանում ամենաշատը մասնակցել են հենց նախագահական ընտրություններին։ Դա վիճակագրություն է, որը ոչ ոք չի կարող հերքել։ Վերջի վերջո նախագահի պարագայում ես այդտեղ լրիվ համաձայն եմ, որ կա սահմանափակում, որ 2 անգամից ավել ոչ ոք չի կարող լինել, իսկ ցանկացած սահմանափակում, հա, ենթադրում է նաև հետագայի համար պատասխանատվության զգացում, այսինքն դու գիտես հաստատ որ օրն է գալու այն պահը, երբ դու պետք է պատասխան տաս քո կամ չտաս այդ պատասխանը քո արած չարածների համար։ Պարլամենտականը ենթադրում է, որ օրինակ Ճապոնիայում դեպք է եղել, որ 40 տարի է նույն կուսակցությունը իշխել, Մերկելը 20 տարուց ավելի էր, հա, կանցլեր Գերմանիայի այդ ուժը 4 թե 5 ընտրություն անընդհատ հաղթում էր եւ այլն, այսպեսի շատ օրինակներ կարող են բերել պարլամենտականի։ Նախագահականը հստակ ենթադրում է ժամկետ։ 2 ժամկետից ոչ ավելի։ Բոլոր եւ Միացյալ Նահանգներում է այդպես, եւ Ֆրանսիայում է այդպես, եւ մեզ մոտ է այդպես, նու բացառությամբ մի քանի պոստխորհրդային երկրների, որոնք կարողանում են ասել, որ իրենք կարող են հավերժ նախագահ մնալ, այդ թվում մեր Հարևան Ադրբեջանում կամ, չգիտեմ, հորից որդի փոխանցել, կամ օրինակ Բելարուսում, հա, մնացած բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում, ամենայն դեպս Հայաստանում նմանօրինակ չի եղել, որ որևէ նախագահ ուզենա մնալ 3-րդ, հա, ժամկետին։ Դրա համար ես կարծում եմ, որ նախագահական ու կիսանախագահական ես նկատի ունեմ այն մոդելը, որ կար դեռ 91 թվականին էր ընդունվել, կիսանախագահական մոդելը, որը ամենամոտը ֆրանսիական մոդելին էր, ես կարծում եմ Հայաստանի համար դա իդեալական մոդել է։ Այսօրվա Հայաստանի առավել եւս։ Ինչ շատ արդյունավետ կլինի, այո, այդ անցումը։ Ես կարծում եմ արդյունավետ կլինի, ինչպես դա պետք է անեն, որովհետև դա
բնականաբար պետք է սահմանադրություն փոխվի, պետք է քվեարկություն լինի, այդքան մասնակցեն այս վիճակում, որտեղ մարդիկ անգամ չգիտեն էլ ընտրություն կա չկա, երբ ինչ է չեն գնում մասնակցում, չեն գնում քվեարկում, բնականաբար դա բարդ է լինելու, բայց դա ես կարծում եմ դա ինչ որ, չեմ ասում դա միակ լուծումն է, բայց դա այն կոմպլեքս լուծումների մեջ կարևորագույն շղթաներից մեկն է։ Կարևոր էր ըստ իս նաև կուսակցությունների միջև ընդդիմության մեջ համերաշխության առկայությունը, արդյոք դա կձևավորի այն քաղաքական մշակույթը համագործակցության, որի մասին դուք խոսում եք։ Չեմ բացառում, որպեսզի ձևավորվի մշակույթ, այնուամենայնիվ ես կարծում եմ նախ պետքա ձևավորվի հասարակություն այն իմաստով, որը պատրաստ է գնալ ոչ թե անձի հետևից, այլ գաղափարների հետևից։ Այսինքն դա 1-2 օրվա խնդիր չի, 1-2 տարվա խնդիր չի, դա այնուամենայնիվ պետք է ապրել ինչ-որ պատմություն ունենալ եւ հետո տեսնել, երբ արդեն հասարակությունը պատրաստ է գնալ գաղափարների հետևից, ոչ թե անձի հետևից, նոր փորձանել անցնել պարլամենտականի։ Կուզենայի նաև մեկնաբանեիք Ռոբերտ Քոչարյանի խոսքը ընդդիմության ինստիտուտը ուժեղացնելու մասին, ուժեղ ընդդիմություն ունենալու անհրաժեշտության մասին։ Ես կարծում եմ դա էլ պետք է օրենքով ամրագրված լինի, պետք է լինեն որոշակի հսկող կամ ինչ որ չասեմ պաշտոններ, այլ ինստիտուտներ, որը պարտադիր պետք է լինի օրվա ընդդիմության ձեռքում։ Դա ես հիմա, գիտեք, նես չի որ ես իմ ինչեր եմ ասում, ես ասում եմ այբուբեն քաղաքական, որը բոլոր նորմալ երկրներում վաղուց կիրառվում է։ Պարզապես Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանում իրականությունը փոքրինչ այլ է, դրա համար էլ մենք հիմա ստիպված ենք այս հարցերը քննարկել։ Բան չունեմ ասելու, բայց ես ուզում եմ ասեմ, դա վաղուց բոլորին հայտնի ճշմարտություն է, այո։ Ինչպես նաև դատավորների անկախության մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը։ Դա էլ չի քննարկում, նորից կրկին եմ բոլոր նորմալ ժողովրդավարական երկրներում վաղուց արդեն բնականաբար ոչ թե WhatsApp-ով կամ Facebook-ով կարելի է հրաման տալ կամ ինչ որ ուղղորդել դատավորին կամ ցանկացած գործի համար ընտրել այն դատավորին, որը որ 100% կկատարի այդ հրամանը, այլ վաղուց արդեն արդարադատության համակարգը պատահական չէ, որ ասում են, իդեպ ձեզ էլ ասում են 4-րդ իշխանություն, բայց 4-րդ իշխանությունը դա մեդիան է, որը որ իրականում պետության իրավական գործառույթների մեջ որևէ ազդեցություն չունի իրավական։ Բարձր է, որ հասարակական կյանքում ազդեցությունը շատ մեծ է, բայց իրավական առումով, ցանկացած պետություն ունի 3 իշխանություն. գործադիր, օրենսդիր եւ դատական, այսինքն դատականը ինքը ենթադրվում է դա իշխանության ճյուղա, որը պետք է առանձին լինի։ Եվ այն մոդելը, որը առաջարկվեց, այսինքն 50%-ից ավել ձայն դատավորների ընտրության պարագայում պետք է բոլոր ներկայացված ազգային ժողովում խմբակցությունների եւ կուսակցությունների կողմից լինի, դա հենց այդ անաչառությունն է ապահովում, այո, այսինքն դատավորը ինչ որ քաղաքական ուժի պարտական չի լինի։ Արդարության համար ասեմ, որ այնպես չի, որ միայն հիմա է այդպես։ Պարզապես հիմա այնքան է այդ ամեն ինչ այլասերվել, որ աչք է ծակում։ Շատ է աչք ծակում։ Բայց Հայաստանում այնպես չի, որ եղել է իդեալական դատական համակարգի անկախ կամ չգիտեմ իդեալական ես իմ ինչ համակարգ։ Իդեալական ոչ միտեղ չի լինում, ուզում եմ ասել, որ Հայաստանում այո անհրաժեշտ են։ Հիմա առավել եւս, որովհետեւ եթե այն ժամանակ ինչ որ առումով այսքան խոցելի չէր Հայաստանը, հիմա գոնե նման հարցերում ինքը պետք է լինի այնքան անխոցելի, որպեսզի կարողանա լուծել գոնե մնացած հարցերը։ Եվ առաջին հերթին այո, անվտանգային, դիվանագիտական եւ այլ հարցեր։
Քաղաքական տեխնոլոգիաների առումով մեր դաշնակից պետությունների համար թրիփի մասով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը որքանով էր նպատակակետային, այն իմաստով, որ երկրորդ նախագահն առաջարկում է թրիփը ավելի ընդլայնել, ավելի երկարացնել, նաև Ռուսաստանին ու Իրանին մասնակից դարձնել այդ պրոյեկտին, դա նաև եթե համեմատության մեջ դիտարկենք այսօրվա Հայաստանի իշխանությունների վարած իրենց յուրահատուկ քաղաքականության հետ, որքանով էր մեսիջային, այսպես ասենք։ Տեսեք, այն որ թրիփը կարելի է ընդլայնել եւ պետք է ընդլայնել, ես այդտեղ լրիվ համաձայն եմ դեռ առաջին անգամ, երբ ինքը բարձրաձայնեց, հա, թրիփի ընդլայնելու եւ երկարացնելու։ Եվ նաև Հայաստանի սուվերենության տակ պահելու։ Այս առումով ես լրիվ համաձայն եմ։ Ինչպես մենք պետք է անենք, որ եւ Ռուսաստանը եւ Իրանը մասնակցեն, ես դա չեմ պատկերացնում, ավելի շուտ այսպես ասեմ, կիսով չափ եմ պատկերացնում, որովհետեւ եթե Տրամպի Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ համագործակցելու չեմ կարծում, որ այտենց մեծ խնդիրներ կունենան, հա, որովհետև իրանց անվտանգության դոկտրինում այսօր գրած է, որ Ռուսաստանը իրենց թշնամի երկիր չէ եւ այլն, տեսնում ենք ինչպես են աշխատում օրինակ տարբեր այլ հարթակներում, սկսած Ուկրաինայից վերջացրած նույն տարբեր տեղեր, որտեղ առաջին հայացքից թվում է թե տենց չեն համագործակցում, սկսած Վենեսուելայից վերջացրած Գրենլանդիայով, բայց պարզ է, որ այնտեղ միանշանակ կա ինչ որ առնվազն համաձայնություն, չեմ ասում համագործակցություն, բայց համաձայնություն կա։ Տրամպը ինքը հայտարարել է, որ Ռուսաստանի գոտում ինքը հայտարարեց խաղաղություն, որից անգամ ապշած մնաց Պուտինը, որը ասել էր իրեն զրույցի ժամանակ, որ ինքը 20 տարի չէր կարողանում լուծել, իսկ Տրամպը եկավ շատ արագ լուծեց այդ խնդիրը։ Ուզում եմ ասեմ, այնտեղ Ռուսաստանի հետ խնդիր ես չեմ տեսնում համագործակցելու կամ գոնե համաձայնեցնելու ինչ որ հարցեր։ Ապա Իրանի հետ կապված այն էլ Տրամպյան Ամերիկայի, որը սերտ համագործակցում է ամենասերտը Իսրայելի հետ, ես այստեղ դեռ չեմ կարող պատկերացնել։ Միգուցե երկրորդ նախագահ գիտի այդ ինչ որ բաներ, ինֆորմացիա ունի, որը ես չունեմ։ Պարոն Քոչարյան, ես կուզենայի նաև անդրադառնայինք այս իշխանությունների կողմից հայտարարված հիբրիդային պատերազմին ու դրա վտանգներին։ Արդյոք հայ հանրությունը ընկալում է այդ հիբրիդային պատերազմ ասվածը ու այն ազդեցություն ունենում է հայ հանրության վրա, որ հաշվարկն արել են իշխանությունները։ Կա ի վերջո այդ հիբրիդային պատերազմը կամ արդյոք հասցեատերերն են նույնը, ինչ որ իրենք են ասում, թե իրականում ոչ տեղից է գալիս։ Ախր իրանք չեն ասել ով է, որ ասեն, բարձրաձայնեն, ում նկատի ունեն, ով է հիբրիդային պատերազմը վարում։ Իրենք չեն ասում, չէ՞։ Դե ասում են եկեղեցին, օրինակ ասում են KGB-ն որ երկրի հատուկ ծառայությունն է։ Ես չգիտեմ։ Ես էլ չգիտեմ։ Այ երբ որ իրենք հայտարարեն, թե որ երկիրն է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում, ես այդ ժամանակ կարող եմ քննարկել դա։ Բայց հիմա ինչը ես քննարկեմ, որ այդ գիտեք նույնն է, ոնց որ մի օր կառավարության նիստի ժամանակ որ ԱԱԾ-ին հրամայեց, որ սատանաներին գտնի, այո, սատանաբռնեն։ Սատանաբռնեն, հա։ Նման մի բան է, ինքը ինչ որ սենց անհասկանալի բան է, նման մի բան, սատանաները երևի սատանաներն են հիբրիդային պատերազմ հայտարարել Հայաստանին։ Որովհետև ես չեմ լսել, որ իշխանությունը հայտարարի, որ այս կամ այն երկիրը, օրինակ Ռուսաստանը, կամ Թուրքիան, կամ Ադրբեջանը, կամ Պարսկաստանը, Իրանը, կամ Իսրայելը, կամ Միացյալ Նահանգները, չգիտեմ ով, կամ Հնդկաստանը, Չինաստանը, ով է հայտարարել այդ հիբրիդային պատերազմը։ Միգուցե մի քանիսը իրար հետ։ Բայց ես չեմ լսել, չեն ասում իշխանությունները, իրենք միայն ասում են հիբրիդային պատերազմ։ Արտաքին հետախուզության ծառայության պետը ասում է, որ հայ ժողովուրդը պետք է սովորի ապրել հիբրիդային պատերազմի ակտիվ փուլում։ Այսինքն մենք անընդհատ հարվածների տակ ենք։ Որ երկիրն է այդ մեզ դեմ հիբրիդային պատերազմը։ Մենք հիմա տեսեք, ըստ այդ նույն իշխանությունների խաղաղություն ենք կնքում Ադրբեջանի հետ, եթե մինչև հիմա կարելի էր ենթադրել, որ դա Ադրբեջանն է, դա Ադրբեջանը չի։
մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ մեր տնտեսության առյուծի բաժինը ընկնում է Ռուսաստանի հետ մեր համագործակցությամբ։ Դա Ռուսաստանը ոնց որ թե չի, որովհետեւ անընդհատ ասում են, որ մենք ԵԱՏՄ մեր պայմանագիրը չենք բանանելու, չենք խզելու, մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ։ Այսինքն Ռուսաստանը չի, Միացյալ Նահանգների հետ թրիպ ենք կնքում։ Նու Իրանի հետ կարող եմ ենթադրել հաշվի առնելով, որ Իրանի դեսպանը ինչ հայտարարություն արեց, բայց այդ հայտարարությունից հետո կարծեք մեր ոստիկանները գնացին սկսեցին ցրել, ոնց որ թե դա էլ չէ։ Այդ դեպքում ով է։ Միգուցե ընդդիմությունը։ Թող ասեն ընդդիմությունը, բայց հիբրիդային պատերազմը չի անում ընդդիմությունը, հիբրիդային պատերազմը անում են երկրները, հիբրիդային պատերազմը դա այո ինքը այդ տերմինը կա, հա, համաշխարհային քաղաքական տերմինոլոգիայում, որտեղ խնդիրը գնում է նրանում, որ ոնց որ եւ ժամանակին մտել էր սառը պատերազմ հասկացողությունը, հիմա մտել է այդ հասկացողությունը հիբրիդային, որտեղ կա այսօրվա այս տեղեկատվական այդ ահռելի ես իրան ասում եմ հիմա տեղեկատվական Նիագարա եմ ասում, որովհետեւ երևի թե այն տեղեկատվության հոսքը որ ստանում են այսօր աշխարհի քաղաքացիները, մասնավորապես Հայաստանի քաղաքացիները, նման է ինձ թվում է հենց այդ ջրվեժի այդ հոսքին, այդ էներգիային, այդ պատոկին հասկանալի է, որ այդտեղ բարդ է, ինքը կարող է բարդացնել նաև տեղեկատվական տերոր կա, տեղեկատվական միջոցով են, տեղեկատվական մանիպուլյացիա կա, որը պատերազմող երկրները տանում են միմյանց նկատմամբ, բնականաբար, որ այդ հիբրիդային պատերազմի ընթացքում ենթադրում եմ, որ կա նաև այսօր օրինակ սննդամթերքի, էներգետիկ հարցերով պատերազմ, կարող եմ ենթադրել, ես մասնագետ չեմ, բայց հիբրիդային բառը հուշում է, որ բոլոր ոլորտներում, հա, գնում է պայքար, դա կարող է դրսևորվել։ Հիմա ես պարզապես ուզում եմ հասկանամ, չի կարող ընդդիմությունը անել հիբրիդային պատերազմ, ընդդիմությունը պայքարում է սովորաբար, իշխանությունը պայքարում է, իշխանություն պայելու, ընդդիմությունը պայքարում է իշխանության գալու համար, պատերազմ չկա որպես այդպիսին։ Կարող են ասեն, այդ դեպքում պետք է ասեն հիբրիդային պայքար է վարում ընդդիմությունը, բայց ոչ պատերազմ։ Օրինակ Ադրբեջանը, երբ որ իր տարածքով անցնող հացահատիկը թույլ է տալիս, որ Վրաստանի տարածքով մտնի Հայաստան, արդյոք դա հիբրիդային պատերազմի ձև կարող ենք դիտարկել, թե ոչ։ Չէ, դա հիբրիդային խաղաղության ձև է։ Պարոն Քոչարյան, եւ մեր զրույցի վերջում ուզում եմ համեմատական տանենք, Ռոբերտ Քոչարյանն էլ նշեց, որ հիմա շատ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել իշխանությանը հաղթելու համար, քան 21 թվականին էր։ Ձեր կարծիքը կուզենայի լսել այս մասով։ Նպաստավոր ինչ առումով, եթե խոսում ենք նրա մասին, որ 21 թվականը դա պատերազմի եւ հատկապես պարտության հետ շոկային շրջան էր, այս առումով իհարկե այնուամենայնիվ այդ շոկից ընդ որում դրանից հետո է ոչ պակաս ծանր շոկ է եղել Արցախի կորուստը, այդ բոլոր շոկերից կարծեք թե հասարակությունը դուրս է եկել, հա։ Եթե հաշվի առնենք, որ այո 18 թվականի այդ էլեկտորալ ֆոնը ունենալով 21 թվականին Փաշինյանի էլեկտորատը ոչ այնքան էր, ինչքան 18 թվականին, բայց հաստատ ավելի շատ էր եւ դա ցույց են տալիս բոլոր հարցումները, այդ թվում նաև հենց համոզված եմ ԿՊ-ի հարցումները, եթե վարչաբենդ են ստեղծում, վարչապետը բանուգործ թողած միայն սրտիկ է ցույց տալիս եւ թմբուկ է նվագում, բնականաբար իրենք էլ գիտեն, որ դա անկել է եւ այդպես ուզում են բարձրացնել։ Ինչ որ հարցերում բնականաբար ավելի բարենպաստ է, բայց ես չունեմ ամբողջ պատկերը, որ ասեմ ինքը այդ պատկերը բոլոր ասպեկտներով ավելի բարենպաստ է։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, հարցազրույցի հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։